Հայաստանում թերևս ամենասիրելի եւ տարածված զուգը համարվում է իշխանը։ Ժամանակին Սևանա լճում հանդիպում էին այզուկան շատ մեծ նմուշներ, որոնք հասնում էին 16 կիլոգրամի։ Ընդհանրապես ուզում եմ ավելացնել, որ այս զուգը սաղմոնազգիների ընտանիքին է պատկանում։ Բարի օր, ինչպես գլխի ընկաք, այսօր պատրաստելու ենք իշխան ձուկ, որը ունի անվանում Նորքի իշխան։ Ինչով է այն յուրահատուկ, որ ձկան փորը չենք բացում, այլ մաքրում ենք գլխի մասից։ Ինչ ենք անում, ինչպես։ Լողակի մոտից, ներքևի լողակի մոտից դանակով կտրվածք ենք անում, գլխի մասում հեռացնում ենք խռիկները եւ գդալի օգնությամբ այսպես հանում որովայնը, որից հետո լավ լվանում ենք եւ այն պատրաստ է լցոնման։ Ձկան այս ձևը պատրաստման կոչվում է կուտապ։ Ինչևից է ձկանը մի պահ հանգիստ թողնենք, ձկան հետ մատուցելու ենք աղցան, որտեղ հարկավոր է սոխը մարինացնել, այսինքն ժամանակատար է, սկսենք հենց սոխի մարինացումից։ Գործ ենք դնում սիրելի տախտակը, սոխը կտրատում ենք հաստ օղակների, բացում ենք օղակները, համեմում ենք, այստեղ, շաքարավազով, խոշոր աղով, սև աղացած պղպեղով, այս պահին տրորում ենք, որպեսզի շաքարավազը, աղը եւ պղպեղը սոխը իր մեջ առնի եւ հյութը դուրս գցի։ Ահա, նկատեք, սոխը հյութը արդեն դուրս է գցում։ Հենց այս պահին ավելացնում ենք գինու քացախ, ձիթեղը թող կողքս լինի, շարունակում ենք տակնու վրա անել, հիմա գինու քացախն էլ կառնի իր մեջ, սոխը, եւ վերջում վրան կծորացնենք ձիթայուղ, կթողնենք մարինացվի։ Աղցանի համար մեզ հարկավոր է նաև խաշած կարտոֆիլ։ Եթե չունեք, արդեն պահն է այն խաշելու, մենք արդեն նախապես խաշել ենք, սո դրա մասին չենք մտածում։ Սոխը մարինացվում է մոտ կես ժամ, կարտոֆիլը արդեն ունենք, հիմա մտածենք ձկան խճողակի մասին։ Ինչով ենք այն խճողելու։ Շատ հետաքրքիր մթերքներով։ Վերցնում ենք սալորաչիր, որը նախապես թրջել ենք, եթե չոր է, այն հարկավոր է մի փոքր պահել տաք ջրի մեջ, տեսեք այն արդեն փափուկ է։ Կտրատում ենք այն, վերցնում ենք հարմար աման,
Դու մնա կողք։ Կրկին շաքարավազ, շատ չլցնեք։ Աղ։ Աղացած սև պղպեղ, տրորում ենք, կարելի է մի քանի կաթիլ էլ ձիթայող կաթացնել։ Չնայած բաղադրատոմսում չկա, առաջարկում եմ ավելացնել չիլի պղպեղ։ Շատ չէ, ծիծակի 1/3 մասը է այսպես։ Փաստորեն քաղցր կա, դա սալորաչին է, շաքարավազն է, աղը արել ենք, կծու պղպեղ, կծու չիլի, այստեղ պակասում է թթվաշությունը, կարելի է կիտրոն քերել, քամել և նաև քերել։ Սա էլ թող մնա, վերջում, երբ ձուկը կխճողենք, ձեռքերը այսպես կտրորենք կիտրոնի կեղևով և ձկան հոտ անմիջապես կանցնի։ Տախտակը դեռ մեզ պետք է։ Խճողակի մեջ ավելացնում ենք կանաչ սոխ, մաղադանոց, ցանկալի է նաև թարխուն, եթե ունեք թարխուն անպայման ավելացրեք։ Եվ այս ամենը լավ խառնում ենք։ Եվ տրորում ենք, խառնում ենք, տրորում ենք, խառնում ենք և այդպես մի քանի անգամ։ Թողնենք, թող խճողակի մեջ եղած բաղադրիչները, հյութերը դուրս գցեն, խառնվեն իրար, տեսակ այսպես խառնաբնույթ բան լինի։ Այդ ընթացքում նախապատրաստենք տապակը։ Կափարիչը մեզ ավելի ուշ պետք է գա։ Վերցնում ենք տապակը, խնդրում եմ ուշադրություն, կանաչիներից համեմ, մաղադանոց, այսպես խառնաբնույթ ցիրուցան ենք անում տապակի հատակին։ Կանաչու բարձիկ ենք սարքում հատուկ իշխանի համար։ Որից հետո վերցնում ենք բամբուկե ձողիկներ։ Եթե ունեք ձեռքի տակ փոքրիկ ճյուղեր, մրգային ծառի փոքրիկ ճյուղեր, այ ճկուտի չափ, դա ավելի լավ կլինի։ Բայց մենք հիմա չունենք ձեռքի տակ, օգտագործում ենք բամբուկե ձողիկները։ Տապակի չափով ջարդում ենք այն և կխնդրեմ ուշադիր ցույց տալ, այսինքն մանրամասը ցույց տալ, որ մարդիկ ուշադիր տեսնեն, ինչ ենք անում այստեղ։ Սրանք ավելի
կարճ է հարկավոր կտրել։ Եվ ավելի կարճ։ Եվ անում ենք խաչաձև, այսպես շարում ենք հակառակ կողմից։ Ցանցը պատրաստ է։ Բարձիկը նույնպես։ Չեմ լսում։ Այո։ Ինչ անենք էլ ձկան համար հարկավոր է լցոնել այն։ Պարտառակալով դժվար կլինի։ Այ փոքրիկ գթալով իսկն է։ Վերցնում ենք և սկսում ենք լցոնել։ Այնպես անում, որ երև։ Լավ, լցնելուց հետո առաջարկում եմ ձիթայող ծորացնել։ Եվ տեղավորենք այս ամենը։ Եվ փորձում ենք տեղավորել։ Այսպես։ Քիչ դիմացիր եւ ամեն ինչ շատ լավ կլինի։ Լավ է, շատ լավ է։ Վրան լցնում ենք գինի։ Չնայած իշխանը սաղմոնազգիներին է պատկանում եւ կարմիր միս ունի, այն միևնույն է պատրաստենք սպիտակ գինով։ Լողացնենք, շատ չենք անում, շատ չունենք էլ որ անենք։ Համեմում ենք աղով, պղպեղով, կիտրոնի հյութով, և ձիթայուղ մի քանի կաթիլ։ Վերջ։ Պատրաստ է։ Կարելի է շոքի խաշել։ Ծածկում ենք։ Ուժեղ կրակի վրա հասնում ենք եռման աստիճանի։ Հենց սկսեց եռալ։ Կրակը թույլացնում ենք և թույլ կրակի վրա 15 րոպե շոք է խաշում։ Մինչ ձուկը շոք է խաշվում է, պատրաստենք նրա համար խավարդ, աղցան։ Ինչպես ասացի, կարտոֆիլը նախապես խաշել ենք, մանր կտրատում ենք այն։ Գործ ենք դնում սիրելի ամանը։
կտրատում ենք մարինացված վարունգ, սամիթ ենք կտրատում, սողունները կարել է չօգտագործել։ Չիլի պղպեղ, մարինացված սոխից, այսպես քամում ենք և վերցնում վրան։ Կարծում եմ բավական է։ Մնաց համեմել է։ Ահ, պղպեղ, և մի քանի կաթիլ ձիթայուղ։ Սա հարկավոր է լավ խառնել։ Վերջ, աղցանը պատրաստ է, մատուցում ենք ձկան հետ։ Նորքի իշխան։ Աղցանի համար սող մարինացնել, այն կտրատել հաստ օղակներով, շաքարավազ, աղ, սև պղպեղ, գինու քացախ, ձիթայուղ լցնել, խառնել, թողնել 30 րոպե։ Ձկան խճողակի համար սալորաչիր կտրատել, շաքարավազ, աղ, սև պղպեղ անել, ձիթայուղ լցնել, տրորել, կտրատած չիլի պղպեղ ավելացնել, կիտրոնի կլեպ քերել, ավելացնել նաև հյութը, կանաչ սող, մաղադանոց լցնել, խառնել։ Խոր տապակի մեջ համեմ, մաղադանոց փռել, բամբուկե ձողիկները խաչաձև շարել։ Ձկան խռիկներն ու որովայնը մաքրելուց հետո այն լցոնել խճողակով, ձիթայուղ լցնել, տեղավորել փայտիկների վրա, սպիտակ գինի լցնել, ձուկը համեմել աղ ու պղպեղներով, կիտրոնի հյութով, մի քանի կաթիլ ձիթայուղ էլ ցողել, դնել ուժեղ կրակին։ Հենց սկսի եռալ, կրակն իջեցնել, շոգեխաշել 15 րոպե։ Աղցանի համար խաշած կարտոֆիլն ու մարինացված վարունգը, սամիթը, չիլի պղպեղը կտրատել, մարինացված սոխ էլ ավելացնել, աղ, սև պղպեղ անել, ձիթայուղ լցնել, խառնել, մատուցել ձկան հետ։ Շարունակենք հայկական խոհանոցի թեման, պատրաստելու ենք ձմեռային ապուր։ Այն պատրաստելու համար, քանի որ ապուրը կաթսան գործ ենք դնում։ Ձմեռային ապուրները միշտ պատրաստել են յուղով կամ կարագով։ Կարագ ենք գցում։ Եվ իհարկե սոխ հեռացանում։
Քանի որ ձմեռային ապուր է, առաջարկում եմ կծու պղպեղ օգտագործել։ Հենց սոխը թափանցիկացավ, կավելացնենք չամիչ։ Ընկույզ մանրացնենք։ Այստեղից եղավ առաջարկ սխտոր, սխտոր, իհարկե ձմեռային ապուրի մեջ սխտոր, հենց ընկույզի հետ կմանրացնենք։ Չկար բաղադրատոմսում, բայց կարող եք իմպրովիզացիա անել։ Շատ հանգիստ։ Սխտորի բույրը անմիջապես տարածվեց և վերջ ավելացնում ենք եղջյուր։ Համեմում ենք աղով, կարմիր քաղցր և կարմիր կծու պղպեղներով։ Համտեսենք։ Շատ քիչ աղ։ Վերջ, մնաց ավելացնել արիշտան։ Եվ ոսպ։ Մենք օգտագործում ենք արագ եփվող ոսպը։ Այլապես հարկավոր կլիներ ոսպը թրջել, լվանալ։ Իսկ սա շատ արագ է պատրաստվում։ Հասնում ենք եռման աստիճանի, կրակի իջեցնում ենք մարմանդ եւ եփում ենք այնքան, մինչեւ ոսպը պատրաստ լինի։ Կարելի է ապուրը մատուցել։ Ոսպով և արիշտայով ապուր։ Կարագով սոխ հեռացանել, շերտատած չիլի ավելացնել, հենց սոխը թափանցիկ դառնա, չամիչ լցնել, կես րոպեից կտրատած ընկույզ, 1 պճեղ սխտոր, եղջյուր լցնել, համեմել աղով, կարմիր քաղցր և կծու պղպեղներով, ավելացնել կոտրատած արիշտան, կարմիր ոսպը։ Եռալուց հետո կրակն իջեցնել, եփել մինչև ոսպը պատրաստ լինի։ Մատուցելիս զարդարել կանաչիով։ Այսօր միասին պատրաստեցինք ամենօրյա հրաշալի համեղ օգտակար հայկական ճաշատեսակ։ Իսկ ինչու են դրանք այդքան լավը մեր հայկական ճաշատեսակները, որովհետև գալիս են դարերի խորքից, փորձված են։
Այսօր այսքանը, իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։